Աբրամյան Հովեգարգամի ծնվել եմ 1958 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզ Մղջյան գյուղում շարունակեմ չհասկացա ոչ այո աշխատանքային եւ մարդկային այո Մարզաբանում ուզեց, որ իրավունքներ ցույց տվեցել, ոչ այդ պայմաններում դուք պարտավոր եք ճշմարտացիություն։ այո Հայաստանի Հանրապետության գրեթե 503 եւ 504 հատվածներով ոչ Իվան հայտնի չի այո ինչ-որ տենց հարցեր, որ միթոմ ինձ զանգել են ինչ-որ գեսի բանի այդպես կառուցման քննչականում գրել եմ անհրամասի ես տենց թե ոչ նա գրել եմ, որ ոչ 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 այ ասացիք, որ Աղան Հովսեփյանի հետ գտնվել եք աշխատանքային եւ մարդկային հարաբերությունների մեջ։ Ես ցանկանում եմ տեղեկանալ այս հարաբերությունների հետ կապված երբևէ Աղան Հովսեփյանի հետ հեռախոսազանգեր եղել են թե ոչ Աղան Հովսեփյանի պաշտպանման ընթացքում։ Ինչ հարց եք տալի, համար անհասկանալի է։ Դուք Աղան Հովսեփյանի հետ հեռախոսով խոսացել եք երբևէ։ Որ հեռախոսով։ Անձնական սուպեր հեռախոսով խոսեց։ Սուպեր հեռախոսով։ Աշխատանքային, աշխատանքային։
Այո։ Անձնական հեռախոսահամարով կապ չեք ունեցել։ Կարող ունեցել եմ։ Չեք բացառում, որ կապ եղել է։ Ոչ։ Շատ լավ։ Դուք ջրի ազգային խորհրդի նախագահ հանդիսացել եք։ Այո։ Ժամանակահատվածը նշեք։ Երբ որ եղել եմ վարչապետ։ Դեռնություն ժամանակահատվածը կոնկրետացնենք։ 14 թվականը մինչև 16 թվականը։ Իսկ մինչև 14 թվականը։ Ոչ։ Բայց մի հարցեր եք տալի, հարգելի դատարան, որ կարող է հիշողությունս ճիշտ չհարդարեմ, դրամ արեմ։ Հա, ուղղակի տենց հետո չընդունի, որ ես բաներ եմ ասել, իրականությունը չի համապատասխանում։ Դրա համար ժամկետների բանի առումով դատախազը շատ խիստ հարցեր է տալի։ Ուղղակի դրան հիշել եմ մի քիչ անհնար է։ Չեք հիշում, կարող արձանագրենք, որ չեք հիշում։ Եվ այ հիմա այդ ինչ հարցալ է, հեռախոսով խոսել թե չես խոսել, 10 տարի անցել է, 15 տարի։ Կարող է հիշում եք կոնկրետ դեպքեր։ Եթե չեք հիշում, չեք հիշում։ Ամեն դեպքում այս պաշտոնավորման ընթացքում ջրի ազգային խորհրդի նախագահ հանդիսանալու ժամանակահատվածում միգուցե նաև այլ ժամանակահատված լինի, ճիշտ հասկացած ձեր պատասխանից։ Ջրային ազգային խորհրդի ժամանակ չգիտեմ։ Չէ, կարող նաև խորհրդի նախագահի եղած լինեք այդ ժամանակ։ Ձեր հարցը կոնկրետ ձևակերպեք պատասխանում, ավելի ճիշտ կլինի։ Չեք ձևակերպում ճիշտ։ Այս թվականի Եվ եղել ինձ հետաքրքիր է դուք հիշում եք որ թվականն է։ Չեմ հիշում։ Իսկ հիշում եք ջրի ազգային խորհրդի նիստում ինչ հարցեր էր քննարկվում եւ արդյոք ջրի ազգային խորհուրդը որևէ լիազորություն ուներ ջրօգտագործման թույլտվություններ տալու հետ կապված։ Գոյություն ուներ կառավարության աշխատակազմ եւ կանոնակարգ, խնդրեմ ծանոթացեք եւ կիմանաք ուներ թե չուներ։ Ես չեմ հիշում։ Իմ հարցադրումը ավելի շատ հարամարչելի, այսպես ասեմ, աղբյուրներում կա։ Դե ուրեմն նայեք։ Իմ հարցադրումը վերաբերում է նրան, ձեր լիազորությունները ավելի շատ հարցեն համար, հիշում եք ինչ լիազորություններ էր ձեր, ինչ լիազորություններ ունեիք։ Կանոնակարգի մեջ գրված է լիազորությունն է։ Հիմա հիշում եք։ Ոչ։ Այ իսկ հիշում եք ունեք այդպիսի լիազորություն ջրօգտագործման թույլտվություն տալու կամ մերժելու։ Կարող ջրի ազգային խորհուրդը դատան ասես որ լիազորությունները վերաբերել չի հիշում ինչ լիազորություն ունեցել։ Հիմա հստակեցնում է լիազորության կոնկրետ մի հատված, կարծում պարոն Աբրամյանը դառնում շատ հստակ նշեց, որ իր լիազորությունների մասին առհասարակ չի հիշում։ Հարգելի բարբար, առհասարակ հիշում չկա, ասես չեմ հիշում։ Դե ես անհասկացված եմ։ Դետալային նրան միգուցե վկան հիշի։ Ես Հիշում եք նմանատիպ Ոչ։ ունեցել եք թե չեք ունեցել։ մեր ջրօգտագործման թույլտվություն տալու։ Հիշում եք թե չեք։ Ոչ։ Չի հիշում։ Շատ լավ։ Իսկ Վարդահովիտ, Վայոց, Սուրբ Աղբյուր հեկեր հիշում եք այսպիսի անուններ ձեր մոտ։ Ոչ։ Չեք հիշում։ Ես ինչի որտեղից պիտի հիշեմ, էլի, օրինակ այդ հարցը որ տալիս եք, հա, որտեղից պիտի հիշեմ։ Ես հիմա կմեկնաբանեմ հարցադրումը։ Այս ժամանակահատվածում այս հեկերից որոշները ջրօգտագործման թույլտվություն են ստացել ջրի ազգային խորհրդի Այո։ հավանություն տալուց հետո։ Եթե դուք ջրի ազգային խորհրդի նախագահ եք հանդիսացել, միգուցե հիշեք։ Իսկ մինչև ջրային խորհրդի նախագահին հասնել եք դուք կանոնակարգը նայել եք, ո՞նց է ուրեմն գործունեությունը կիրականացում։ Ծանոթ եք։ Կարող եք ներկայացնել։ Ոչ։ Որտեղից գիտեք, որ այդ կարգը կա այդ դեպքում։ Դու մտածում ես ինձ եկել եմ ոչ մի ճանապարհ չեմ անցել, ոչ մի բան չգիտեմ, մենակ դու գիտեք։ Պրովոկացիոն հարցեր եք տալի, որ ինչ պատասխանեմ էլ ես։ Դե հիմա հարգելի դատան, կներեք, էլի ինչ կապ ունի հեկի անունը հնչեցնում, դե հեկին հիշում եք թե չհիշում։ Վարշապետը բանու գործուներ, պիտի հեկի անուն հիշեր։ Կոնկրետ այս գործին է վերաբերում։ Եթե չեք հիշում, Ասեցի չեմ հիշում, նորից հարցը այլ կերպ է ներկայացնում, ճիշտ չի դա, էլի դրա համար եմ ասում։ այլ հարցեր կան։ Արձանագրենք, որ այս հեկերի անունները չեք հիշում։ Ճիշտ հասկացած եք պատասխանը։ Ոչ մեկ անուն ենթադրում եմ չի հիշում։ Կներեք։ Ես ճիշտ ասած իմ հարցադրումը դա էր։ Ես ճիշտ հասկացա, այս հեկերի անունները չեք հիշում։ Այո, ոչ մի հեկի անուն չեմ հիշում։ Հեկի անուն չեք հիշում։ Շատ լավ։ Իսկ Աղվան Հովսեփյանի հետ երբևէ ձեր զրույցների ընթացքում նրանից տեղեկացել եք, որ հեկի վերաբերյալ, որևէ հեկի վերաբերյալ նրանից Ոչ։ Իսկ երբևէ եղել է դեպք, որ Աղվան Հովսեփյանը կամ թեկուզ նրա որդիները ասեցի չեն ճանաչում, միջնորդավորված կերպով որևէ հարցով ձեզ դիմել։ Ոչ։ Ընդհանրապես ոչ մի հարցով, ես չկոնկրետացրեցի հեկերի ճիշտն ասած։ Ոչ։ Որևէ հարցով
Ոչ, Շատ Արշավի Սարգսյան ճանաչում եք թե ոչ, Այդ գործով Արշավի Սարգսյանի այս գործով դատանում հարձակումն է։ Այդ հարձակումության ընթացքում Արշավի Սարգսյանը նշել է, որ Աղվան Հովսեփյանը իր հետ համատեղ բիզնես գործունեություն է ծավալել, խոսքը վերաբերել է իթիվս այլնի հեգերին, եւ նաեւ նշել է, որ Աղվան Հովսեփյանը իրեն ասել է, որ տարբեր անձանց այդ հեգերի ժողովրդական թույլտվությունները տալու հարցում դիմել է, այդ թվում նաեւ ձեզ է դիմել։ Արամ Հարությունյանն է դիմել, Ռոբերտ Նազարյանն է դիմել, Իմիջալուց ես վերջյանները քննչել նաև նշեք ջրի ազգային խորհրդի կազմում թե ոչ։ չեմ հիշում ջրի ազգային խորհրդի կազմում ովքեր կան, բայց եթե Աղվան Հովսեփյանը այդպիսի բան է ասել, կնդերի Աղվան Հովսեփյանը սուտ է ասել։ Ինքը ինչ չի զանգ այդ հարցում։ Արշավի Սարգսյանն ասել։ Բայց ինքն ասեց Աղվան Հովսեփյանն ասել։ Արշավի Սարգսյանն ասել է, որ Աղվան Հովսեփյանի հետ բիզնես ապրեցել։ Դե իրենց գործը բիզնես ունեն, չունեն, դա ինչ է տակրին։ Տեղյակ չեմ, դες խոսակցություն չի ունեցել, ոչ մեկը չունեց։ Ոչ։ Շատ լավ։ Այդ դեպքում ասեք, հնարավոր է երբեք որ ջրի ազգային խորհրդում օրինակ քննարկվի ինչ-որ հեգի թույլտվություն տալու հարց, ջրօգտագործման թույլտվություն տալու հարց, հեգը ձեզ շատ հայտնի լինի, դուք ի սկզբանե դրան դեմ լինեք, բայց վերջում խորհուրդը որոշի, որ թույլտվությունը տա, այսպիսի դեպք Ոչ, չի եղել նման։ ոչ։ Ես հարցեր չունեմ։ Պաշտպանական կողմունի հարցեր։ Այ հարգելի վճար, դուք երկար ժամանակ բավական բարձր պաշտոններ եք զբաղեցրել, այդ նաև վարչապետի պաշտոն, ես կարծում եմ, որ հարցից դրանով պայմանավորված Աղվան Հովսեփյանը ձեր վարչապետ լինելու տարիների ընթացքում եղել է գլխավոր դատախազ։ Այդ երբևէ ձեր պաշտոնավորման ընթացքում նաև աշխատանքային հարաբերություններում եղել է դեպք, որ Աղվան Հովսեփյանը իր անձնական հարցերով ձեզ դիմի։ Нет, Այո։ ոչ։ Որտեվ շատ ասի ոչ, ոնց որ պիտի ռուսերեն ասեի, որ Ավելի հստակեցնեմ այ հասարակական հարցերով շնորհակալություն հարց չունեմ։ Մի հարց է դες։ Դուք որպես բկային ներկայացեք, թե Ճիշտ ասած չգիտեմ, մա ողորմոտ դիտքից։ Ալավրանը, երբևէ անձամբ լսել եք կամ տեղեկացել եք, որ Աղվան Հովսեփյանը իր պաշտոնավարման ժամանակահատվածում բիզնես գործունեություն զբաղվում։ ոչ։ Գլխավոր դատախազն ինչ գործ ունի բիզնեսով զբաղվի։ Տեսա լավ չունեմ։ Չունեմ այդ վերջին հարցադրումից ճիշտ ասած այդ մասով ոնց որ անպատասխան մնաց Արամ Հարությունյան Ռոբերտ Նազարյան խորհրդի կազմում կային թե ոչ։ Չեմ հիշում։ Հարգելի դատարան, կառավարությունից պահանջեք, թող բերեն ներկայացնեն կազմը ովքեր են եղել։ Եթե հարգելի դատախազը անդրադառնալեցին ոչ։ հա, Ավարտենք հարցադրությունը։ Շնորհակալ։ աղամ գնալ, շնորհակալ եմ։ Ես մի րոպե շուկա Այս պահին այլ վկայություն ունեցած իշտի որոշումներ կա։ Տվյալներ չունենք, թե ոստիկանությունը վերջականին վերաբերյալ իսկ որոշում Կաները ծանոթվել են Լեռնային ոստիկանության հողովանող հասնաբաժինների միջոցով, դատանի աշխատակազմի ներառսազանգի միջոցով տեղեկացրել են, որ Արտուր Բաղդասարյանը ընտանիքի հետ միասին Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում, Մարինե Մաթեոսյանի անդրադարձել գտնվել փակ վիճակում, Աղվան Սարգսյանի վերաբերյալ հայտնել են, որ վերջինը նշված հասցեին վաճառել է այլևս այնտեղ չի գնացում, իսկ Վիկտոր Ամալյանի եւ Նարեկ Հովսեփյանի վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրվել։ Փորձենք տեսնել վերջինի հաշվառման հասցեին մնացել թե փոխվել է մասով, եթե փոխվել է նոր հասցեով ուղարկենք ծանոթագիրը։ Ես ճիշտ եմ հիշում ենք ծանոթագիրը ուղարկի ոստիկանության միջոցով ենք չուղարկել։ Արին լական ես առաջարկում եմ վկաների մասով ում վերաբերյալ որ արդեն տվյալներ ստացել են, որ դուրս գտնում ապարտ միջոցառում, դատարանը գրություն հասցեալի ոստիկանությանը միջոցառումը ձեռնարկեն բացելու այս բանի նրանց գտնվելու հասցեների կարծիքով հնարավոր է երաշտում ինչ-որ կերպ եթե տեղափոխվել են, որպեսզի շատ
Պարչիկով կենտրոնական ապարատասերն են, Ասենք որ ասեն, հա, այն դիրքորոշումներ կան։ Բարի, ուրեմն իսկ կարողացանք Արտուր Բաղդասարյանի հեռուստահանրից ստանալ փոխում նորից կապել ներկայացուցիչի հետ հեռուստահանրի համար մյուս նկարների մասով գերեգրություն կողարկել ոստիկանություն կխնդրենք ինչպես գտնվելու վայրը, այնպես էլ հեռախոսահամարները հնարավորության դեպքում տրամադրել։ Այս բանը այս գործողություն չենք կարող իրականացնել, ուստի նիստը պետք է ընթացիկ ենք։ Մենք ունենք որ չունենք ոչինչ։ Դեկտեմբերի 16-ին հարմարեք օգնում։ 15-ին։ 15-ին ես այստեղ հակագործություն դարան երկու նիստ ունեմ այդ օրը, մեկը ժամը 11-ին, մեկը ժամը 10-ին Միակ ընկետորը հասկանանք, որ կաններից ինչ տեղեկություն ստացել չենք ստացել, բացի այդ էլ մյուս երկու պաշտպանների նստել։ 12:30։ Չէ, կարելի է 13:30 նշանակենք գոնե։ Ես նիստ Գոնե նիստից ես քարա 12:31-ից հեռանցել։ դեկտեմբերի 15 ժամը ասեցիք, 12:30։ դեկտեմբերի 15 ժամը 12:30 Նատարանը որոշում է սերվատապական նիստը հետաձգել և նշանակել ուսումնի թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 12:30։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։